ես ցավ եմ ապրում նաև, որ իմ հետի ուսանած այժմ մեծ պաշտոններ զբաղեցնող կուրսեցիները կասեմ, ընկերներ չեմ ասի, մեծ ցավով եմ ասում, որ այսօր ենթարկվում ու առաջնորդվում են այս դավաճան իշխանությունների հրամաններին, որոնք օր-օրի, ժամ-ժամի կատարում են այնպիսի գործողություններ, որ մենք կորցնում ենք մեր հայրենիքը, մեր ինքնությունը, մեր եսը։ Մենք երբեք ծնկած չենք եղել թուրքի դեմը, չենք էլ լինելու։ Մեզ պետք է ամբողջ թափով հզորանալ, միաբանվել և ոտքի հանել մեր բանակը, բերել նախկինի վիճակի և ինչու՞ չէ ավելի հզորացնել։ Ես մի կարծիքի եմ, և այս ապիկարներին մեզ հաջողվի դուրս շպրտել իրենց գրաված աթոռներից, ես մի բան գիտեմ, բանակի ողջ, միայն ոչ բանակի, քանի որ հիմա անվտանգային խնդիրներից են խոսում, բանակից են խոսում, ես շեշտը դնում եմ հիմնական բանակին, բայց դա վերաբերում է բոլոր ոլորտներին։ Պետք է արվի արմատային փոփոխություն։ Խորքից, բոլորի անխտի, որովհետև աճող, բարգավաճող, հզորացող պետությանը պետք չեն քանդող երկրի նախկին գործունյա, այսպես ասեմ, ղեկավարներ, հրամանատարներ։ Այսքանը Շնորհակալություն, պարոն Մուրադյան, այսինքն այն ֆոնին, որ ռազմական վարժանքներ են կազմակերպվում Ղարաբաղի օկուպացված, Արցախի օկուպացված տարածքում։ Հավելում ևս Տիկին Անահիտ, ես դրան եմ ուզում անդրադառնալ, այժմ այսօրվա իշխանությունները մտցրել են նատոյական միած, այսպես ասեմ, ոչ աճեցնում են սերժանտներ, արգելի գործընկերներ Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտում, այն ժամանակ, երբ որ սպան են դասակի հրամանատարը աշխատում է սերժանտի ավագի հետ որպես ենթակա, այժմ սերժանտներ են աճեցնում սերժանտ, զորամասի սերժանտ, գլխավոր շտաբի սերժանտ, կորպուսի սերժանտ, այսինքն, այդ զորամասի սերժանտը դառնում է դասակի հրամանատարից բարձր, մի հատ պաշտոնյան, դուք հասկանում եք ուր ենք մենք գնում, մենք սպայական, ամբողջ են, աստղերը մենք ամբողջությամբ ոնց որ հանենք դրեն ենք, այս մարդիկ չգիտես ուր են տանում այս ամեն ինչը, ու այսօրվա իշխանությունները իրենց բանակ պետք չէ, այս կարգավոճով են գնում, նրանք ավելի շատ իրենց գործունեությունը ծավալում են ոստիկանապետության հիմքերն են ամրապնում, այսքան